Եթե մարդը սիրով ու քաղցությամբ է տանում հիվանդությունը, առանց տրտնջալու, առանց դժգոհելու, առանց բողոքելու Աստծո դեմ, ապա հիվանդությունը մարդու համար դառնում է ձրի ապաշխարություն, ուղիղ ճանապարհ դեպի փրկություն, եթե մինչև վերջ տանի հիվանդություն։ Հիվանդությունը ինչի արդյունքում եղավ։ Մեղքի արդյունքում եղավ։ Ում մեղքի։ Համաշխարհային մեղքի, բոլորի մեղքի պատճառով եղավ հիվանդությունը։ Բնականաբար սկիզբը Ադամն ու Եվան եղան, Ադամը Եվա պատիժը իրենք առաջինը երբ տեսան, իրենց երկու որդիները մեկը մեկին սպանեց, Կայինը Աբելին սպանեց, ավելի մեծ պատիժ ծնողի համար որն է, որ զավակներից մեկը մյուսը սպանի։ Եվ կարծում եմ Ադամն ու Եվան հասկացան, որ իրենց արգելված պտղի չզղջալու, Տիրոջ առջև չընկնելու առաջին պատիժը հենց դա էր։ Եվ շարունակվեց մարդկության պատմությունը, մարդկանց հիվանդություններ, ցավեր, նեղություններ, հələ սկզբում այդքան հիվանդ չէին, 1000 տարի էին ապրում, անգամ մեղանչելուց հետո, անգամ դրախտից վտարվելուց հետո էլ այդքան շատ չէր հիվանդությունը, էլի անխտիր այնքան շատ էին մեղքերը, մարդիկ էլ հիվանդ չէին, առողջ էին, ապրում են երկար, եւ մարդ երբ որ առողջ է լինում, շատ չէ մեղք գործում, հա, հենց դրա պատճառով էլ մինչև ջրհեղեղը մարդիկ առողջ, առույգ մեղքերով լի, այնքան է շատացել մեղքը, չարիքն ու անօրենությունը հիվանդել չէին, առողջ չէին, մնացել էր մի նոյ, որ Աստծուն հավատանում է։ Պատկերացնում եք ինչքան մարդ կլներ, միլիարդավոր մարդիկ կան, չգիտեմ ինչքան մարդ կար, բայց այդ բոլորի մեջ մենակ մի նոյ էր մնացել, նոյի շնորհիվ էլ իր ընտանիքը։ Եվ տեսնում եք, որ հիվանդություն, նեղություն, ցավ չկար, գիտեք չէ, մինչև ջրհեղեղը մարդուն հրաման չկար կենդանական կերակուր ճաշակելու։ Ջրհեղեղից հետո է նոր հրահանգ տրվում, որ կարող ես կենդանիներին ուտել, ճաշակել, մորթել ուտել։ Այսինքն նրանք ապրում էին երկար եւ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է ճգնավորներ կար 500 տարի սարերի վրա ապրում էին, հա։ Օրինակ Նոյը 500 տարեկանում ունեցավ 3 որդի։ Սեմին, Քամին, Հաբարթին, բա մինչև 500 տարեկանը խիչ ունեցավ։ Որտեղ մինչև 500 տարեկանը նրանք սարերում ճգնող անապատականն էին, հա, այդ Սեթի սերունդն է, բոլորը ճգնավորներ էին եղել, Ենովկը եւ մյուսները, Ենովկը 365 տարի ապրեց, գնաց երկինք, բայց ջրհեղեղից հետո հիվանդություններն շատացան, մեղքերը նույնն էին, մեղքերը միշտ էլ շատ են, այսինքն հիվանդությունները ինչու շատացան, որպեսզի մարդիկ այդ հիվանդություններով ապաշխարեին, հա, երբ որ մարդը կամավոր չի ապաշխարում, ակամա պետք է ապաշխարի, ով չի լսում ականջով, կլսի թիկունքով, չէ, ով չի հասկանում, Աստծուն չի լսում, պատիժ պետք է կրի, ուրեմն հիվանդությունը տրվեց մարդուն իբրև ապաշխարության միջոց, մարդը մեղքի գնաց, Աստված էլ թույլ տվեց, որ հիվանդություններ առաջանան, մեր բնությունը կարծես հայ լինի, ինչ որ մենք անում ենք, այն էլ ստանում ենք, ինչ փոսփորես դու մեջը կընկնես, բայց եթե դու իմաստուն լինես, այդ քո փորած փոսից դուրս կգաս, այսինքն եթե դու իմաստուն լինես, այդ հիվանդությունը հոգուդ քեզ կանես, այդ հիվանդության միջոցով կապաշխարես, կփրկվես, կզղջաս, խոստովանես, ուրեմն հիվանդությունը դա ձրի ապաշխարություն է։ Եթե սիրով տանես կփրկվես, եթե չէ տրտնջալով։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, փորձությունը քրիստոնյայի համար ունի սկիզբ, ընթացք եւ ավարտ։ Փորձությունը անհավատի համար ունի սկիզբ, ընթացք եւ ավարտ։
Բոլորի համար նույնն է փորձությունը։ Ունի սկիզբ, ընթացք եւ ավարտ։ Բայց այլ է հավատացյալի համար փորձությունը, այլ է անհավատի համար փորձությունը։ Անհավատը ինչպես է փորձությունը ընդունում, երբ որ գալիս է իր վրա։ Նախ չել պատկերացնում, որ իր վրա փորձություն պետք է գա։ Ես արդար եմ, ես մաքուր եմ, իմ վրա ոչ մի փորձություն չպետք է գա։ Երբ որ գալիս ասում եմ, ես որ մեղքիս համար, ես ոչ մեղք չունեմ, անարդար է այս փորձությունը, իմ վրա չպետք է գար։ Այսինքն հենց սկզբից տրամադրվածությունը անհավատությամբ է։ Անհավատ Աստծո հանդեպ, որ Աստված էլ անգամ մեղ Աստծո անարդար է, որ այս փորձությունը, այս հիվանդությունը ինձ տվեց։ Տեսեք, որ հասնում։ Ընթացքը անհուսության, քանի որ ես չեմ ընդունում դա, չեմ էլ տանելու այդ հիվանդությունը։ Հա? Ավարտն էլ ատելությամբ։ Այսինքն ինքը փորձությունից դուրս չի գալ իրականում։ Շատերը այդ փորձության ժամանակ գնում են ինքնասպանություն։ Տան հիվանդության ժամանակ ինքնասպանություն են գործում։ Իսկ հավատացյալը ոնց է փորձությունը կամ հիվանդությունը տալիս։ Ինչ էլ գալիս ասում, հարկ ես Տեր Աստված։ Հələ ես քիչի է արժանի, Աստված ավելի շատի է արժանի։ Աստված քիչ տվեց ինձ։ Ընթացքում, երբ որ լավ է սկզբում տրամադրվում, ընթացքում հույս է առաջանում։ Աստված կտեսնի իմ նվիրում, իմ հավատք, իմ խոնարհությունը, հույս է տալիս, ուժել է տալիս, ասում է, տար, ոչինչ, ինչպես Հոբին, չէ։ Ավարտը սիրով ու փառքով է լինում։ Հոբը ո՞նց փառավորվեց։ Ասում է, շատ ավելի ապրեց, ասում է, ավելի հարստացավ, ավելի 7-10 որդիներ ունեցավ։ Չէ, հիմա Հոբի մասին պատմեն, պատմեն, վերջ չկա։ Այդ ինձ հավատացյալի փորձությունը։ Հարկ ու պատվով է, որ փառք ու պատիվ մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, որ փառավորում է իր սրբերին։ Ամեն։